Շարունակում ենք մեր եթերը սիրելի հեռուստադիտողներ, երրորդ հյուրերն արդեն տաղավարում են հունիսի 1-ին երեխաների պաշտպանության միջազգային նորը Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա մանկական ներկայացման առաջնախաղ։ Փոքրիկ հանդիսատեսի դատին կհանձնվի անվան հյուրին ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի։ Հյուրերը կներկայացնեն մանրամասները։ Իհարկե մեր հյուրերն են բեմադրիչ Սարգիս Շողունցը, կոմպոզիտոր Վահե Հայրապետյանը, իսկ Իռահարությունը ինչի չի եկել, հեսա մենք կճշտենք։ Քնած եք։ Բարելույս։ Որքանով է ակտուալ այսօր անվան հյուրին մեր ժամանակակից հայացքներ ունեցող երեխաների համար։ Անվան հյուրիների համար։ Երևի ռեժիսորը Երևի ես կպատասխանեմ, նախ բարելույս, շնորհակալ եմ հրավերի համար։ Պիտի ասեմ, որ բավականին ակտուալ է, որտեղ մեր հյուրին մի քիչ ժամանակակից հյուրի է, ամբողջ հեռախոսի մեջ, բլոգներ է վարում։ Անկամ մամայի հետ է սելֆիներ անում։ Հա, բլոգներ է վարում։ Մաստակը չկա այլևս եւ Կա, մաստակը կա, բայց ավելացել է նոր բան, հեռախոսն է, որի մեջ է ամբողջ օրը։ Դե կարծում դրանից ակտուալ ինչ-որ բան լինել չի կարող էլի այսօր։ Չեմ ուզում որևէ բան ասել, որևէ մեկին չնեղացնեմ, բայց լավ ասма Թումանյանը չի տեսնում, հա։ Իրականում ես հուսամ, որ դուք նաև սրանով որպես մեսիջ փորձում եք երեխաներին ասել, որ մի ապրեք հեռախոսի մեջ, ապրեք իրականության մեջ։ Անպայման։ Իհարկե։ Թումանյանը սովորաբար ասում են, դե ինքը անսպառ աղբյուր է, ոնց որ այսօր շատ լավ ձևակերպում եղավ նաև Կոմիտասի մասին։ Այսինքն իր հեքիաթները էլի շատ ազգային են, շատ մեր մասին են, մեզ բնութագրող են եւ մեր մշակույթին մոտ է։ Հիմա այդ մշակույթին մոտ հեքիաթը բացի նրանից, որ հյուրին կդառնա մի քիչ ժամանակակից, ուրիշ փոփոխության ենթարկվել է։ Փոփոխության շատ է ենթարկվել, ճիշտ ասած, որ անկեղծ ասեմ, երևի անվան հյուրին Թումանյանի միակ հեքիաթն է, որտեղ ոչ մի հայկական ինչ-որ բան չկա, առանձնապես եթե ուշադիր լինենք, շատ ինչ-որ եվրոպական հեքիաթ է ոնց որ, ու մենք հենց այտենց էլ արել ենք։ Զոքանչի կերպարը։ Դե զոքանչի կերպարը հիմա մենակ հայերը չի որ զոքաչ ունեն, բոլորն էլ ունեն։ Ուղղակի ուրիշ օրինակ ռստերի զոքաչներին տեսել։ Վատ ասեցին, ինչներ վատ իրենց մոտ։ Չէ, դու բայց տեսել ես։ Զոքաչներին չէ։ Դե խնդրում եմ։ Հա, լավ։ Հետո իտալերեն զոքանչը անտանելին է, չէ։ Անտանելի։ Մենք փորձել ենք թազա նոր պիես գրել, ինքը բավականին հետաքրքիր է ստացվել, կարծում եմ։ Այնտեղ օրինակ գործերի կերպարը ունի Թումանյանը, որտեղ իրանք մասնակից չեն ոչ բանի, մենք մասնակից ենք դարձել, իրանք են այդ պատմությունը սարքում այդ աղջկա գլխին, հետո բզեզը, ինքը բզեզը Որ պատմությունն են սարքում աղջկա գլխին։ Այն որ ոսկին չկա, չեմ ուզում փոփոխակցերը բացել, որովհետեւ հետաքրքրի, հա։ Իդեպ հրավիրում ենք հունիսի 1-ին, համեցեք, որտեղ ինքը այնպեսի ներկայացում է ստացել, որ մենակ երեխեքի համար չի, ծնողներն էլ մեծ հետաքրքրությամբ նայում են։ Ինքը երաժշտական մյուզիկլ է կարելի ասել, բոլոր օրենքները պահել են բացի կենթանի երաժշտությունից, չէ՞ երևի։ Հա։ Չեն երգում դերասանները։ Երգում են իրենք ձայնագրություններն, բայց քանի որ շատ դրայվով ներկայացումը դժվար կլիներ կենթանի երգել ձայնագրությունն է։ Ո՞վ է հյուրին։ Հյուրի երկու դերակատար ունենք, Աննա Մանուչարյանը եւ Մանե Մարդանյանը։ Երկուսն են շատ լավն են, շատ գեղեցիկ, համ իրեն գեղեցիկ աղջիկներ են, համ էլ շատ սիրուն մտել են կերպարի մեջ։ Իրան զոքանչն է։ Բայհարկի։ Զոքանչը չի եկել, խուսափել է։ Եթե անդրադառնանք երաժշտությանը, երաժշտությունն էլ է վերածվել տնդ ժամանակակից երաժշտությունը, չէ, երաժշտությունը ավելի շատ մի քիչ ավելի ավանդական թեքում ունի, այսինքն հարազատ է մնացել հայկական բառուբանին, ստացած մեծ Թումանյանից որպես մեսիջ, ուղղակի այստեղ ժամանակակիցը, գիտեք ոնց է, ասենք մեր ժամանակակից, օրինակ զոքանչը մի փոքր ավելի ուրիշ դրայվի մեջ է երաժշտական, ինքը ավելի արևելյան ինչ-որ մոտիվներով է, որովհետև մենք սիրում ենք, մամաները ավելի շատ տանը այդ միգուցե այդպիսի երաժշտություն կարող է դասել։ Բայց արժի անել են ինչ-որ իրանք սիրում են, վատը, որ սիրում են։ Դա բեմից է, որպեսզի այդ ձեր ասած այդ մեսիջը, որ ինչպես պետք է չլինի։ Հումոր կա էլի, այսինքն հումոր կա։ Հումոր կա եւ ինքը շատ մեղմ է եւ շատ այսպես մատիտի ծայրով է, ինքը շատ գրոտեսկային չի։ Երաժշտությունը ինքը շատ դրայվով է, շատ մեծ հսկայական, ինչ ասեմ, 12 երգ է։ Մեջ 12 երգ գումարած մի 2-3 պար, բացի դրանից երգերի արանքում էլ կան պարային տեսարաններ, շատ ուրախ է ինքը։ Կարևորը որ շատ ուրախ է եւ անընդհատ ինքը նորություն է բացում եւ
ինձ թվում է դուր կգա հանդիսատեսին, որովհետև իրեն ուրիշ տեղ է տանում, իրեն իրոք դեպի մյուզիկլ է տանում, թող այդպես լինի, իսկ ինչ ոչ։ Քանի դերասան է զբաղված մեղում։ Մոտ երևի մի 20 կամ ավելի։ Ահագին մեծ է։ 20-21 հոգի։ Մեծ ներկայացում է։ Ինչքան է տևողությունը։ 1 ժամ։ Մի քիչ ավել։ 1 ժամ 5 րոպե։ Մի փոքր ավել է, հա։ Մի փոքր ավել է, շատ վառ են, բոլոր կերպարները շատ վառ են։ Մենակ հուլիսի 1-ին եք պլանավորում խաղալ։ Չէ, ինքը թատրոնի խաղացանկային ներկայացում է, այսուհետ լինելու է Ստանիսլավսկու համառուսական դրամատիկական թատրոնի խաղացանկում։ Այնպես որ համեցեք, ներկայացումը 2 լեզվով է, եւ հայերեն, եւ ռուսերեն, ելնելով թատրոնի ուրեմն բանից։ Աննակազմել է ուրիշ դերասանական։ Չէ, նույն դերասաններն են, խաղում են եւ հայերեն, եւ ռուսերեն։ Ինչ ասես չեն գանի, Հիմա հուլիսի 1-ին քանի անգամ եք խաղալու։ Սեանսները, եթե չեմ սխալվում, 2 թե 3 սեանս ունենք։ Եվ հայերեն եւ ռուսերեն։ Չէ, այդ օրը միայն հայերեն ունենք, իսկ ռուսերենը ամսի 29-ին ունենք հունիսի։ Մինչև հուլիս ես վստահ եմ, որ կան մանկական ներկայացումներ, չէ, որտեղ նոր են իրենք ավարտել։ Այո։ Ուսումնական ասել Շատ process-ը։ հետաքրքիր է։ Ինչն է փոխվում ռուսերենի դեպքում։ Ռուսերենի դեպքում փոխվում է լեզուն։ Բացահայտ է։ Ինքը մի տեսակ հետաքրքիր է ստացվել, որովհետև դե Թումանյան նախ տեքստը Թումանյանին էլ չի, այսինքն հեքիաթն է Թումանյանին է։ Պիեսի հեղինակը ես եմ գրել պիեսը եւ թարգմանել է Մարինա Մարինոսյանը, թատրոնի գրական մասի վարիչը, բավականին հետաքրքիր է ստացվել, բայց ռուսերենում մի հետաքրքիր բան կա, այն հանգավորումները, որ մենք ունենք հայերենում, ռուսերենում դա չի ստացվել, այնտեղ լրիվ ուրիշ ինչ որ բառախաղեր է։ Հիմա Թումանյանը հնչում է ռուսերեն, տեսնենք ոնց կստացվի, էլի։ Նույնիսկ երկերի տեքստերի մեջ է։ Այսինքն հայերեն համուհոտը երկերի տեքստերի մեջ կա, իսկ ռուսականի մեջ արդեն ուրիշ բան է թելադրում, բնականաբար լեզուն։ Ինքը իր օրենքներն է թելադրում եւ փորձել ենք որքան հնարավոր է մոտեցնել օրիգինալին, որքան հնարավոր է այդ համոհոտը պահել։ Դերասանի համար բարդ, հա։ Նույն պիեսը համ հայերենով խաղալ, համ ռուսերենով։ Դե իրանց համար բարդ էր հայերենը խաղալ, որովհետեւ իրենք ռուսական թատրոնի դերասաններ են։ Դրա համար մենք սկսեցինք հայերենից աշխատանքները, իսկ ռուսերենը չէ, իրանց համար այդպես օրգանիկ։ Իրանց համար դա շատ ավելի հեշտ է, քան հայերենը։ Ով է Փեսան? Խեղճ։ Անտոն Աղաջանյանը եւ Սամվել Սարգսյանը։ Էլի թատրոնի դերասաններից։ Էլի թատրոնի դերասաններն, այո։ Բայց հետաքրքիր է, երբ մենք վերցնում ենք Թումանյան, որը տենց համ սիրելի է, համ բոլորը սենց բան են մի տեսակ Թումանյանին, ու դարձնել ձեր համանուն պիեսի հիման վրա, այդտեղ չկար մտավախություններ։ Անկեղծ ասած առաջին գործը չի, որ արել եմ, մտավախություններ միշտ լինում է, որ դե կարող է չդառնա, չլինի, բայց հրավիրում եմ ներկայացմանը, եկեք հետո քննարկենք։ Դավիթի տղան փոքր է, Դավիթը կարող է գալ, ես դուք էլ կարող եք գալ, ինձ թվում է ձեզ էլ հետաքրքիր կլինի, հա։ Ինձ արդեն հետաքրքիր է այդ անբան հորին ինչ հուրի է։ Առհասարակ նմանատիպ ներկայացումները ավելի շատ մեզ են պետք, քան երեխաներին։ Ինչու՞։ Հենց ամենասկզբից ես ասացի, ինքը նախատեսված է 6-ից մինչև 106 տարեկանների համար։ Դե հիմա ով կգա 6-ից 106 տարեկան երեխաների համար թողնի։ Դե հա, իրականում եթե մենք տենց վերցնենք, ես որ հիշում եմ մեր մանկության այդ տեխնիկային թատրոն գնալու պատմությունները, մեր ծնողների հետ էին գնում, իրանք երևի ավելի ուշադիր էին նայում, քան մենք։ Մենք լրիվ ուրիշ աչքով ենք նայում ներկայացումը, իրենք նայում են ամբողջական, մենք կերպարներով ենք նայում, ով է սիրելի, ով ոչ։ Այսինքն երեխայի ընկալումներն այլ են, բայց ես հիշեցի, եթե չեմ սխալվում 17 թվականն էր, երբ անբան հուրի մուլտն էր հայկական տարբերակով, գեղեցիկ, շատ գեղեցիկ գրված երաժշտությամբ մեկնարկել, հետո ես ինչքան հիշում ավարտեցին, որովհետև այդ ժամանակ մենք խոսում էինք նրա մասին, որ մի հատված էր նկարվել, երաժշտություններ գրվել եւ փորձում էին, այսինքն ֆինանսական միջոցներ գտնել, որպեսզի ամբողջությամբ ավարտին հասցնեն։ Այո, եւ եթե չեմ սխալվում, արդեն մենք այդ ժամանակ չկայինք ուղիղ եթերում, եթե չեմ սխալվում, նկարվեց, հետո ես տեսա միջև վերջ երևի չեմ նայել, բայց շատ գունեղ էր ու ես շատ ուրախ էի, որ կար այդ տեսակ հայկական մուլտ անբան հորին եւ այբա որ խոսում եք երաժշտության մասին, որ գրվել է երկու լեզուների համար ոնց հասկանում եմ, շատ գեղեցիկ երաժշտություն էր գրված եւ երաժշտությունը ինքը կարող էր ստիպել մուլտը նայել։ Ես հասկանում եմ, որ այսօր երեխաները դիսնեյական այդ մուլտերին շատ ավելի մոտ են, բայց այո, երաժշտությունը մեծ նշանակություն ունի։ Անկեղծ ասած մեր պարագայում էլ
մի քիչ գոհ եմ պարոն Հայրապետյանին, մեր պարագայում էլ այդպես երաժշտությունը ստիպում է նայել ներկայացումը։ Այդպես է, այո։ Ինքը այսպես է, իրար մեջ կանգնելով, հա, երաժշտությունը, հա, հետո գիտեք ինչն է հետաքրքիր, երաժշտությունը այսպես է գրված, այդ 12 երգերը գրված են շլյագերային սկզբունքով, այսինքն միանգամից մտնում է մարդու ուղերի մեջ եւ անկախ քեզանից նստածդ տեղը դու սկսում ես երկրորդ կրկներքից սկսում ես մտմտալ հետը, երգել։ Իսկ դա արդեն բավականին բան է ասում, որ հետաքրքրությունը ոչ թե ինչ որ մտածածին է, այլ բնականից է գալիս եւ գալիս է հենց այդ կերպարից, շատ մոտ է կերպարին, նույն ժամանակակից հուրի ռիթմիկան ուրիշ է, մամայի ռիթմիկան ուրիշ է, երիտասարդ տղայինը բոլորովին ուրիշ է, որովհետև նա ուրիշ հովերով է տարված, նա ուզում է ամուսնանալ իր սիրելիին գտնել։ Չգիտի իր գլխի գալի։ Այո, այո։ Եվ այլն։ Այնտեղ զոքան չկա, բան կա։ Վայ, նաև շատ հետաքրքիր կերպար է մեր հեքիաթ ասածը, որը բացում է, փակում է, ինքը ըստ Սարգիսի, ինքը գյուղական շոումեն է, հա, այսպես։ Որ հարսանիքներն է վարում։ Հա, որ ինքը երազում է գյուղում թատրոն բացել։ Ու իր ամբողջ երազանքը դրանում է։ Հալածյալ արտիստն է։ Ես ուզում եմ սիրելի ծնողներ հատկապես ձեզ հուշել, որ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրը Ստանիսլավսկիում տեղի ունենալու շատ սիրուն պրեմիերա, ոնց հասկացաք անվան հուրին շատ մոտ բան, ուրիշ մոտիվներով եւ ժամանակակից, բայց հուսանք, որ իհարկե պրոֆեսիոնալների ձեռքում ինքը իրական արվեստի գործ է եւ մենք ձեզ երեխեքը դասի չեն, արդարացումներ չկան, պարտեզնել են, չէ՞, ոնց որ արդեն վերջ, թե պարտեզը դեռ կա։ Երեխաների դասի չեն իրավունք չունեք, այդ օրը դուք զբաղված լինել երեխաներին ասել, այո, ոչ աշխատանքային, շաբաթվա վերջը, որովհետև հունիսի 1-ին բոլորը պետք է երեխաների հետ լինեն։ Այո, դուք կարող եք ձեր երեխաներին տանել ներկայացման, հետո տանել ման տալու, ինչպես ասում են, ժամը քանիսին է տեղի ունենալու։ 11-ին, 11-ին, 1-ին եւ 3-ին։ 11-ին, 1-ին եւ 3-ին հայալեզու տարբերակներն են բոլոր։ Գնացեք, վայելեք, հետո գնաք կզբոսնեք, տեսեք տարբեր ժամերին ձեզ ընձեռվում է հնարավորություն տեսնելու։ Ձեզ լավ պրեմիերա ենք մաղթում, հուսանք ամեն ինչ բարեհաջող կանցնի։